Կավաթերապիան արտ-թերապիայի ճյուղերից է։ Այն բնորոշվում է որպես հոգեկան հանգստության արտ-թերապևտիկ ճյուղ։ Կավաթերապիայի ընթացքում որպես հումք, որպես գործիք օգտագործվում է կավը, ընդ որում ի տարբերություն կավագործության, կավաթերապիան ունի 3 կարևոր նախապայմաններ։ Կավագործությամբ զբաղվում է արվեստագետը, մասնարարպես կավագործը, խեցեգործը։ Կավաթերապիայով պետք է զբաղվի հոգեբանը, ով տիրապետում է կավագործության հմտություններին։ Երկրորդ կարևոր նախապայմանն այն է, որ կավաթերապիայի ընթացքում կարող է եւ քանդակ եւ վերջնական արդյունքով իր առարկա չստացվել, այսինքն միայն հենց նյութի հետ շփվելը, նյութով որոշակի գործողություններ անելը արդեն իսկ կավաթերապիայի պայման է։ Իդեպ կավաթերապիան կավագործությունից տարբերվում է կարևոր այն նախապայմանով, որ կավագործությամբ զբաղվում է խեցեգործը, կավագործը եւ արվեստի ներկայացուցիչը։ Իսկ կավաթերապիան պետք է իրականացնի հոգեբանը, ով տիրապետում է կավագործության հմտությունների։ Կավաթերապիայի ընթացքում կավը կարող է շփման որպես նյութ արդեն իսկ բուժական նկատառումները իրականացնել։ Այսինքն, մենք նախընտրում ենք ստանալ վերջնարդյունք, որևիցե իր քանդակ, բայց ի տարբերություն կավագործության կարող է ուղղակի երեխան կամ մեծահասակը շփվել կավի հետ, նույնիսկ չստանալով արդյունք եւ ըստ այդմ մենք արդեն իսկ իրականացնում ենք մեր նպատակը կավաթերապիայի, որը ռելաքսացիոն նպատակն է։ Գլխուղեղում խոսքի զարգացման եւ մոտորիկայի կենտրոնները տեղակայված են մոտ եւ այդ իմպուլսները միմյանց հետ փոխհարաբերության մեջ են լինում եւ ել ավելի ակտիվանում, երբ աշխատում են մատերը։ Մատերի ծայրերի, այսպես ասած, տեսողությունը, շոշափելիքի գործուն աշխատանքը բերում է նրան, որ զուգահեռ մտքի եւ խոսքի աշխատանքի ակտիվացում է տեղի ունենում։ Հետևաբար կավաթերապիան նպաստում է նաև զգայական ինտեգրմանը եւ այս ճանապարհով լուծում նաև որոշակի կորեկցիոն եւ զարգացնող խնդիրներ։ Կան այն գործում են կավաթերապիայի թե անհատական, թե խմբային մոտեցումներ։ Ընդ որում խմբային աշխատանքի ընթացքում մասնագետը ուշադրություն է դարձնում նաև մասնակցի փոխհարաբերությունները խմբի այլ անդամների հետ, փորձի փոխանակման հմտությունները, որոշակի հաղորդակցման տեխնիկաներ, թե կիրառվող նյութերի, թե նախորդ փորձի հետ։ Կավաթերապիայի